Տավուշի բարձր լեռներում, որտեղ ձմեռը սկսվում է նոյեմբերին ու ավարտվում մայիսին, ապրում են մարդիկ, որոնք կարծես դուրս են մնացել ժամանակից։ Բարձրադիր լեռների գագաթներին մոտ ծվարած այս յայլաներում նրանց առօրյան պայքար է բնության դեմ, պայքար կարկուտի ու անձրևի դեմ, հզոր քամիների, որ այստեղ հազվադեպ չեն, գայլի ու արջի, արծվի դեմ։ Այստեղ արջը գիշերով իջնում է դռան մոտ, իսկ գայլը հոշոտում, անգամ գոմում փակած անասուն է։ Գայլն էլ ալցվել, լուսամել կա։ Տարբեր տեսակի սննդատեսակ ենք սարքում, ուտում, խմում, քեփանան։ Սարսած չեմ սիրում։ Մարգագետիններով այս սարերը Հայաստանի անտեսանելի սիրտն է, իսկ այդ սրտի զարկերը զգալու համար պետք է պարզապես մի օր արթնանալ արևածագից առաջ և ուղղություն վերցնել դեպի դժվարամատչելի այս սարեր, որտեղ մարդը դեռ խոսում է բնության հետ, բնության լեզվով, բնությանը ներդաշնակ, սարեր, որտեղ հարյուրամյակներով մարդն ապրում ու արարում է։ Մենք ուղևորվում ենք սրբասար, խիտ անտառների ասես թունելով անցնող չքնաղ ճանապարհը թվում է անվերջ։ Ժամանակ առ ժամանակ երևում են լեռնագագաթներ, որտեղ ամպերը թափառում են գագաթներին, իսկ քամին մեղ շոյում դեղին ծաղիկներով ծածկված մարգագետինները։ Մինչ սարատեղի հասնելը տասնյակ հյուղակներ են, անտառի մեջ կորած տնակներ, որոնց մի մասն արդեն դատարկ է, քանի որ բնակիչները եղանակի տաքանալու հետ դեպի բարձրադիր գոտիներ են բարձրանում։ Ճանապարհին տասնյակ մեքենաներ են հանդիպում, ովքեր ձմեռանոցներից կամ նոյեմբերյան համայնքի տարբեր գյուղերից քոչն են տեղափոխում ամառային յայլաներ, նաև հովիվներ, որոնք դեռ կեսգիշերին են շարժվել գյուղից ու հավանաբար կեսգիշերին կհասնեն յայլաներ։ Ձմեռանոցներում արդեն շոգ է, անասունները նեղվում են, իսկ դա ազդում է կաթնատվության ու մսատվության վրա, նաև հորթերի ու երինջների աճին։ Ինչպես ասացինք, մեր ուղղությունը Լոռու և Տավուշի սահմանագծի տասնյակ բինաներն են, նրանց բնակիչները։ Առավոտյան արևի շողերը դիմավորող հովիվներն արդեն իսկ հոգնած են։ Ճանապարհը երկար է, հոգնում ու կանգ են առնում նաև անասունները, որոնք ծանոթ են իրենց արոտավայրերի ամեն բլրին։ Ամեն գարուն կյանքի նոր փուլ է, չկրկնվող, նախորդին չնմանվող։ Հովությունն առաջին հայացքից պարզ գործ է թվում, սակայն այս արհեստը պահանջում է զգոնություն, համբերություն և բնության հետ անքակտելի կապ։ Հովիվները որպես կանոն շաբաթներով ու ամիսներով մնում են հեռու սարերում, որպես կանոն առանց կապի ու կենցաղային մյուս հարմարությունների։ Սովորեն չեն դժգոհում։ Նրանց ամենահավատարիմ ընկերները շներն են, որոնք հավատարմորեն հսկում են արոտավայրի շրջակայքը գիշատիչներից։ Աշխատանքն իհարկե հեշտ չէ, բայց ասում են հոգիներս է խաղաղ։ Քաղաքում մարդը միշտ տապում է, իսկ այստեղ դու ապրում ես բնության հետ, բնության ռիթմով, ասես արարչական նախաստեղծ անդորի մեջ։ Մի քանի ժամ տևողությամբ ճանապարհն անցկացնելուց, բնության չքնաղ տեսարաններով հիանալուց հետո վերջապես հասնում ենք տարածքի ամենամեծ յայլա Սրբասար, որի հենց գագաթին սրբավայր ունեցող լեռան գագաթի ստորոտում է։ Այստեղ 18 տնտեսություն կա, դժվար է բառերով փոխանցել զգացողությունները, երբ հասնում ես այս սարատեղի։ Հիշում եք հայտնի ֆիլմի Հոբիտոնը, որը գտնվում է Նոր Զելանդիայում, կանաչ մարգագետինների մեջ կորած գետնատնակներով։ Այս դեպքում տնակներն իհարկե փայտաշեն են, բայց չափազանց կոլորիտային ու նույնիսկ հեքիաթային։ Սարերում դժվար է ամեն ինչ, կրակը թեժ պահելը, նույնիսկ հաց ունենալը։ Ձմռան համար նախապես այլուր ու փայտ են կուտակում։ Ճանապարհները հաճախ փակվում են։ Ագդակ ենք թխում, ազուկ ենք թխում, կաթա ենք թխում, ինչ ասես թխում ենք փռով։ Տիկին Ղուշիկին հանդիպում ենք խմոր գնդելից, հացը սարերում շուտ է վերջանում։ Վերջին կտորն ամուսնու հետ հանդե ուղարկել ու ինքը խմոր հունցել։ Հյուրեր ընդունելուց հետո տիկին Ղուշիկը որոշում է քաղցրաբլիթ իրենց լեզվով բիշի թխել, այսինքն ձեթի մեջ սովորական հացի խմորից տապակած բլիթներ, բայց այս դեպքում տապակած տնական յուղի մեջ։ Ինտերնետ ինչ եմ ամակախիտ մերնիմ նայ, ռադիոնին, 10 հատկով ենք կթում, զորի դրակաթը մշակում ենք, ակախիտ մերնիմ։ Ջահելները գեղը խանութ ունին, իրանք օգտը բանացնում են, նրանք դրանով են, գալիս են ստեղից կաթնամթերքը տանում են, հավը զուածան զուն տանում են, խոզ ենք պահում, ուսում, այդ խբուտ տանում։ Տիկին Ղուշիկի փայտյավրանը զարդարող 90-ականների ամսագրերի գեղեցկուհիները մի քիչ խամրել են, բայց հիշեցնում են ամուսնու ռոմանտիկայի շրջանի մասին։ Սիրում այնք սիրուն աղջկերանց, 75 տարեկան արդեն է սա, ինքն է բերել կվցրել։
Բայց դուք դեմ չեղաք։ Խիեմ դեմակալ խիտ մեռնի նկարա հելի թող կպցնե ուրախանա։ Ինքը Ղուշիկը միջնորդ Սաբաբով է ամուսնացել։ Հարևան գյուղում էլ տարածվել էր ղոչաղության համբավը։ Նորահար ժամանակ սար չի եկես, կեսուրս կեսրայրն էին գալիս։ Ուղիղ 25 տարի եկան, հետո հիվանդացան ու սարում դժվար կյանքով ապրելու հերթը հասավ Ղուշիկին։ Իրանք սիրենք էին, կեսուր պատրոնից 25 տարի սարն են եկել։ Նա իմ երեխեքին պահել են սարը։ Նա ինձ հետնել, ես եմ եկել։ Ես չուզեի ամուսինս հաստավիտով բերուց։ Նա չվեր մի խել կտվինում։ Դու էր գեղը մնես, ոնց է ցավտան, լավը չի։ Սա լավն է, համիցը ես թույլ եմ տալ եկեք։ Ուղղակի կտրված երեխեքից հեռու, Սակաչինա տնե թողել ենք եկել բները մկեն։ Հա տանը 2-3 հարգանի տուն ունենք, չիմ ապահով սարքած, ինած ես եկել եմ ես թրքի ես, ծխի ես, մութ։ Չնայած լույսեր ունենք, ակումուլյատորը բան, բայց տուն ուրիշ այլ է։ Բիճուր երեխա ունենք, կուզենամ կողքնել իմ, հետներուն խաղանեմ, զբաղվեմ, հեքիաթ պատմեմ։ Իմ ժամանակ ստիսպանում եմ մի կերպ։ Մին զրուցում են քաղցրաբլիթները մի քիչ վառվում են, իսկ հարևանուհին, որ տեսախցիկից փախչում է, անտեսում է Ղուշիկի վառվող բլիթները շուռ ու մուռ տալու հորդորները։ Ուրիշ գնում։ Քոնակ արայս ինչ անա, վառվում է։ Ամենաշատը հավաքվում ենք, սրճում ենք, զրուցում ենք, իրիգունները։ Սայ, սնն, մինայ ես հավ չունիմ, ձուն բերելա, համի ես էլ Ինքը ձեռը չունի, ես հանում եմ։ Արդեն 7 տարի անընդմեջ սարերում է Ղուշիկն ու ամեն գարնան սար բարձրանալու հետ երազում է տան փափուկ ու մաքուր տեղաշորի մասին, բայց ամուսնուն մենակ թողնել գյուղում մնալ չի կարող։ Պապը հիմա ծմակում է, պատմում է, որոշել է կենդանության օրոք ինքն իր համար հուշաղբյուր կառուցել։ Ձեռքի շնորհքով է հյուղակի գլխի ֆռիկն էլ վերջերս է սարքել։ Պարզվեց պապի աղբյուրի շին հրապարակ մեքենայով անհնար է գնալ, իսկ ոտքով միայն գնալ գալ է 2 ժամ, չստացվեց։ Են ֆռիկը նկարեցի։ Նկարը որ պապին ասել նկարել է։ Ու խամ։ Հա, լավ է։ Վերջին տարիներին սակայն այս ավանդական կենսակերպը վտանգված է։ Երիտասարդները յայլաներ գալ չեն ուզում, այսինքն գյուղից քաղաքներ են գնում, փնտրելով նոր հնարավորություններ, իսկ սարերում մնում են միայն տարեցները։ Այնուամենայնիվ, մինչ արոտավայրերում դեռ լսվում են կովերի բառաչը, մարդկանց իրար սուրճի կանչելու ձայները, նշանակում է յայլաներում դեռ կյանք կա։ Ավելին բարեկարգ ճանապարհը թույլ է տալիս այս լեռնագագաթներ հասնել նույնիսկ ոչ ամենագնաց մեքենաներով, ինչը տեսանելի է մեր կադրերում, իսկ այստեղ ապրողները չափազանց հյուրասեր ու առատաձեռն մարդիկ են։ Այդ կարակը մեր տնականն է։ Թթուն անտառից հավաքել ենք, թթու ենք դրել։ Հա ասում եմ ճամփին կուտեք առանց հացի տանից դուրս չեն գա։ Սպասի արանքին է տանից դրեմ ճանապարհին։ Եթե մարդակալի առանց հյուրասիրելու, վերցրու դուր կուտես երեխ են կուտեք։ Հա, առանց հյուրասիրելու մենք ճամփու չենք գնում, ճանապարհ չենք անում։ Պետք է անպայման հյուրասիրենք, մեր ελացով։ Մարդիկ չեն լքում հարազատ ու ապրուստի միջոցներից ստեղծման այս վայրերը չեն լքում, քանի որ դեռ մանկությունից հարազատ դարձած տեսարաններ են, հայրերի ու պապերի ստվերները նրանց հուշերը։ Այստեղ օդնել է ուրիշ ջուրն էլ, թեպետ դժվարությամբ տեղ հասցվող, նաև շունչ կտրող տեսարանները։ Մարդիկ այստեղ վայրի բնության, վայրի կենդանիների հարևանությամբ են ապրում։ Հրանուշ տատը պատմում է, որ դեռ աշնան-սկզբից տղամարդիկ գիշերները զենքով են քնում։ Հիշում է, մի ձմեռ գիշերը արջը մտել էր իրենց բակ վնասել անասուններին, մի խոսքով տագնապալի գիշերներ։ Այս մի շաբաթվա մեջ 3 հատ, մի հատ հորթակերել, 2 հատ մոզի։ Ինչը գայլը։ Գայլը, այս ծորումը։ Այն անտառը լիքնա, այն առաջ ֆորսկաննի կային, սպանային բան, այդքան վնաս չտեին մարդկանց, բայց մի արջնելա լկցվել։ Տատը սարերի բժշկուհին է, այդպես են ասում Հրանուշի մասին, ով մասնագիտությամբ բուժքույր է։ Վերջին տարիներին էլ կամավոր ստանձնել է նաև յայլաների գրադարանավարի գործով։ Այո, այս սարերում գրադարան է եղել, այն էլ ինչպիսի գրադարան։ Այս գրադարակում Քարակիտուկ յայլայի գրքերն են, որ հիմա տեղափոխել է Սրբասար։ Ացելա Արմենուհի Զարինյանը, ամուսնուն 91 թվին։ Այն միլիցիոներն էին որ սպանեցին, այս աղջկա ամուսինն էր։
տարուկիսկան երեխա ուներ, հիմա էլ ինքն է մահացել 10 օր առաջ։ Գրադարան ինքն է բացել ֆերիլ, էլի, մի հատ էլ Կարմիր գյուղ ենք ասում, մի քիչ հեռու Սարումը։ Այնտեղ է բացել առաջ, հետո երկրորդը բերուց ստեղ։ Ես էլ եմ կարդում, կաթամ մշակում եմ, կարդում են զտիչով, սմետան են գորանում։ Գիրք կարդալու համար, ահա որ, այս անցյալ տարի էլ ես աչքս նկատել իսկլի չի տենում, բայց Ռուսաստան գնաց վիրիշկի, ասի իմ աղջկանն ասի, ասա գիրք կարդացող եմ, կարամ կարդամ էլ, ասա մենակ լավ լույսի տակ, բայց որ գիրք կարդալ եմ սիրում, կարդում եմ, ուզումա լույսը լի, ուզումա չէ։ Բայց Հրանուշ տատը չի լսել բժիշկներին, լամպի լույսի տակ էլ գիրք է կարդում ու լցնում դատարկ երեկոները։ Իսկ ձմռանը գյուղ գնալուց առաջ անպայման ամենաանվտանգ փակ դարակում է տեղավորում գրքերը։ Դարակում տասնեմ, որ հանկարծ մուկը կլի, բան կլի, էլի, ոչ թե գողանալու, այլ մուկը չուտե գրքերը հանկարծ։ Դարակը պինդ փակում ենք, գնում ենք, տեղաշոր ենք թողում, ամանեղեն ենք թողում, որ մարդիկ են կարող մեկը ծմերը գալիս է ուզում հացուտ է, ամաննլի։ Սրբազարի վերևում բարձր լեռնագագաթին ասում է հինավուրց խաչ կա։ Մարդիկ շատ են գալիս իրենց իղձերի նպատակների, ինչու չէ նաև բուժման հույսով։ Սովետ ժամանակ քույր եմ էլ սարի էլ քույր եմ գնալիս էլ հետո մազամ սարեն ասում Կիրովականի դիմացնա նրան։ Այնտեղ են գնալիս էլ հերոս սարեր են գնացել։ Հետո ընդմիջում եմ արել։ Իհարկե ընդմիջումը սովետից հետո այլել։ Որ ընդմիջում այլել։ Քանի կով եք հիմա պահում։ Հիմա երկուսն է։ Երկուսի համար սար եք եկել։ Շատ եմ ունեցել, բայց գնացի թոշակի համար Ռուսաստան ճիշտն ասած, այ մի կասեմ գլրագրով կասեք։ Թոշակի համար գնացի Ռուսաստան բացր ստանամ։ Երեք չկարողացան պահեն, ծախեցին։ Այս երկուսն էլ արդեն մեծացել եմ, չեմ կարող շատացնեմ, բայց մեր հորեղբոր տղիկովերն էլ եմ օգնում եմ իրանց, գտնում եմ մարդենք էլի, իսկ թոշակիս մահար, այ մի ասեմ, միջև 2015 թիվը ես ստացել եմ 35 տարվա ստաժով, իսկ մի Ռուսաստանից տեղափոխեցի, ասել ոչ գնացող եմ, ոչ ես էլի, նորից Հայաստան փոխեմ, 4 տարվա ստաժս կտրեցին, բողոքել եմ ներկայացրել, էլի նույն ասում սովետ վաղտ ռենգենը կրկնակի հաշվել, իսկ մի չէ, ասում եմ, բայց չէ, որ ես միջև 15 տարը այդ ստաժով թոշակավորվել եմ, Հիմա ոնց է լավ է 4 տարին 15 թվին Ռուսաստան եմ տարել ստաժը, այդ նույնով ստացել, իսկ մի Ռուսաստանից եկավ Հայաստան 4 տարվա ստաժը սկորավ։ Իմ տղեն ասեց, թեժ գից զանգ կտաս։ Այ ավել շուտ համարը կպերես ես զանգեմ։ Թեժ գծում նստած աղջիկը այդպես էլ չի իմանա, որ Հրանուշ տատն իրեն զանգում է սարից, դժվար կյանքով ապրում, չարչարվում ու արժանապատիվ թոշակ է ուզում ստանալ, ոտը ոտին գցել ու գյուղում վայելել ծերությունը, բայց առայժմ չի կարող, որդուն է պետք օգնել, ոտքի կանգնեցնել, ասում է տատն, ով միայնակ է ապրում։ Եկած առևտրականներին է վաճառում թել պանիրը, կարագն ու թթվասերն ու հավաքած փողը գնացողի հետ գյուղ ուղարկում, ու այսպես արդեն տասնամյակներ։ Երեկոյան սրբասար են հասնում նաև առավոտյան ճանապարհին հանդիպած հովիվներն արդեն հոգնած ու տանջված, անասունների մի մասը մնացել է ճանապարհին նստել ու հրաժարվել են առաջ շարժվել։ Նրանց հետևից բեռնատար է պետք ուղարկել տեղ հասցնելու համար։ Դեռ գալիս են նաև սարվորները մեքենայի տանիքին կապած վառարանով, կահ կարասիով։ Տիկին Աշխենը պատմում են, որ մի քիչ հիվանդ էր, հետո էլ անձրևային եղանակները թույլ չէին տալիս ավելի շուտ սար բարձրանալ։ Համարյա 4 ամիս մնալու եմ այստեղ։ Ինչ հեքիաթներ են բերել։ Պետք է մի շուտ բերել եմ, որ տնեմ։ Մեր անասուններն են, 3 հատ կով ունեմ։ Առողջություն չունեմ, այդքանն էլ զոր եմ պահում։ Կարոտել էիք սարը։ Սար շատ չեմ սիրում։ Առողջականը շատ չի ներում, դրա համար սար շատ չեմ սիրում։ Նոր են գալել, եղանակ անձրևային էր, դրա համար նոր են գալել։ Իսկապես հորդառատ անձրևներն այս տարի շատ են խանգարել սարվորներին, քամի, փոթորիկ, ինչ ասես, որ չեն տեսել սարվորները։ Մենք էլ փոթորիկի հետևանքները նկատում ենք տապալված հսկայական ծառերից, հատկապես եղևնիներից։ Անձրևոտ եղանակներն իհարկե հիմա դժվարացնում են սարվորների կյանքը, բայց նաև պետք են զարատեղիների ջրի պաշարն ապահովելու համար։
Եկավ նաև սարվորներին հրաժեշտ տալու ժամանակը։ Կրկին անցնելու ենք խիտ անտառներով, ալպիական արոտներով, որոնք պարզապես խոտով դաշտեր չեն, այլ վայրի ծաղիկների ու բուրավետ խոտերի բազմազանություն, որոնք ոչ միայն կովերի սնունդ են, այլև հողին ու երկրին բնորոշ արժեք։ Հրաժեշտ Սարին ու սարվորներին կրկին վերադարձի խոստումով, ինքներս մեզ և նրանց, որոնց քրտինքով է սնվում այս հողը, որոնց ոտքի տակ հողը կոփվում է ինչպես քարը։ Այսօրվա սարվորը վաղվա լեգենդն է, իսկ Սարը կանգուն է, քանի դեռ սարվորը քայլում է։ Մերի Գոլոլյան, Նարեկ Տիտանյան, Սրբասարից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։ Նոյեմբերյանի շրջանի Կարմիր գյուղ կոչվող ուրդն է։ Գեղեցկությունը անդիմադրելի է այստեղ ապրող յուրաքանչյուր սարվորի ու նաև Սար այցելողի համար։ Լեռների բարձունքում գտնվող այս յայլան թվում է, թե պիտի ամառանոց լինի, սակայն 4 կողմից շրջապատված լինելով սարերով այստեղ տաք է և մարդիկ այստեղ բնակվում են տարին 12 ամիս։ Հազվադեպ միայն կարևոր գործերով քաղաք են իջնում։ Ավելի հաճախ տուն գնալ, քաղաքակրթությանը վերադառնալ չի ստացվում։ Հազար ու մի գործ կա անելու վաղ առավոտից մինչև մութն ընկնելը։ Լևան պապնա, մեծ ստեղի մեծը։ Դժվարությունից ելնելով մենք ուզում ենք ավելի հեռու Սար գնանք, որ գնացում ենք առաջ։ Այսինքն սրանից հեռու էլ կա Սար։ Հա, անպայման գնալու եք դուք։ Հա, Իջևանի Սարը, հա, այս տարի դե չէ, այս տարի էլի։ Եկող տարի հեն Աստծո հաջողությունով ուզում ենք գնանք։ Իջևանի Սարն է, որը շատ առողջ Սար է, շատ, ստեղ էլ է, դեն չի որ ստեղ էլ առողջ արար։ Բայց, ջահելնին, այսպես ասեմ, երեխեք չեն գալի։ Այստեղ Սարում երեկոները ուրախ են, մի տեսակ ռոմանտիկ, մոմի լույսի տակ զրույցներ տարեց հարևանների հետ, ընթերցանություն ու այդ ամեն ինչը առանց կենցաղային պայմանների, բայց այնուամենայնիվ այս հեքիաթային բնությունն ու Կարմիր գյուղ կոչվող մի քանի ուրթերն ուրիշ աշխարհ է։ Ջեմատատն է Կարմիր գյուղի ամենահին ու տարեց բնակիչը։ Նրա պատմությունը Սարում է սկսվել, ասում է երևի թե Սարում էլ կավարտվի։ Հերս գնացել է եկել չի։ Պատերազմ։ Հա, մերս էլ նստել է, պապս 85 տարեկանում մահացավ, տատս 99 տարեկանում։ Մերս ինչքան ուզողել էր, գնաց ոչ նստեց, նրանց պահեց ասավ իմ ամուսինն ասել է, եթե կամ եթե կալ չեմ, դու ասուն իմանատ, իմ հեռնումերը քեզ իմանատ։ Այդ նամակը, որ արդեն 4-րդ դասարան եմ կարդացել եմ, պակսել չենք, ցորենի հաց չենք կերել, գարու հաց չենք կերել, սիմինդի հաց չենք կերել, մերս բերել է Հերուսալեմ կարտոշ կարել, տարել թուրքերը ցորենի հետ փոխել բերել։ 66 թվին երրորդ երեխեն ծաղիկը կտրած, եկել եմ Սարը կթվոր 17 կովի հետ աշխատել։ Տատը հիմա 90 տարեկան է, բայց զենքերը վայր չի դնում։ Ճիշտ է, հիմա 30 կով կթել չի կարողանում, կրկիտություն էլ առաջվանը չի, բայց տիտիկ անողներից էլ չի, ձեռքը ինչքան անի դեռ կպանի։ Առանց ամուսն ու այն Հերուսալեմը պահել եմ, երեխեքն եկել են, գնացել են, ինչ էլ ես կարացել եմ են եմ արել, ֆորտի խոտա, փետա, ինչ կարացել եմ, թողել չեմ ընտանիքս հեչլի, աշխատել եմ, նորմալ պահեմ միքևը, որ արդեն էլ տեղակարում չեմ հանձնվեցի, անժելցին հանձնվում եմ, էլ կարում չեմ։ Անժելը հարսն է։ Արիքու ապրանքին տիրությունար արդեն 8-9 կովա։ Հավա, խոզա, ես այնա, ետևում եմ ինքը միթևը կոմիցի կալիս է, ամեն պանել ցանում է, լոբիա ցանում, կարտոշկանում, լաքենյանում, ես մտիկ եմ տալի, մեջ խոշ չինգնի, մեջը հավ չինգնի,
Ես էլ եմ կարում անեմ։ Ինքն ու իր ընտանիքը այս ձմեռանոցի մշտական բնակիչներն են ու Շաշնանը գուցե հարևաններին գյուղ ճանապարհեն, բայց իրեն կձմեռեն այստեղ, նեղ պահերին երանի տալով գյուղի անհոգարսներին ու կեսուրներին։ Դժվարություն շատ կա։ Սուբա ապրանքը որ կթողցի, աղալն ենք անում, քշերը որ անձրևակալի, մեղկս գալիս է, հասուն հանչակ եմ անում աստուծեն, մենակ մենք տանն ենք, բայց դրսմնել ունենք, ապրանքներս դրսմնա։ Որովհետև ասեմ, անասունը այսպես հենց աղալի ասարկած ու անասունը տեղա, սուտ անձրևի տակ ինքը հետ ասում։ Առաջներում գոմն էլ, սարն էլ լիքն էր, անելիքը շատ հիշում է տատը, հիմա այստեղ եկողները ավելի շատ սար են գալիս ավանդույթի ուժով, սարի իրենց կացարանը դատարկ չթողնելու, իրենց էլ մաքուր օդից ու բնությունից չկտրելու համար։ 75 տնտեսություններ մի 5-6 տուն են անդի, ես էլ բուտկեն հինացել է, թազա շինել ենք, ամեն հավի, խոզի, ամեն բանը, հարմարությունը շինել ենք, այսա 3 տարյաստ ենք ապրում։ Հերուա ինտերնետ չկա, 92 թվին ես որ ամուսնացել եմ, տատի մոտ 9 թող կար մոտը, 9 թող։ Դա եւ պատկերացրեք 17 կովի հետ, որ աշխատում էր, կթում էր 17 կովը ու հասցնում էր տան այդ ամեն ինչը։ Քանի որ Ջեմատատը սարի ամենատարեց բնակիչն է, հարցնում ենք նաեւ, թե ինչու է այս հանդամասը Կարմիր գյուղ կոչվում։ Սարը որ մի քիչ մարդիկ առողջնել էլ, շատ մարդամոտ են էլ, սար սիրելի այլ ամեն սար չի, որ ամեն մարդ էլ ընդունում է, կարա տենա, կարա ապրի, կարա ապրանք պահե, սար կա, որ կարա չեն, ամեն մարդ էլ կարա չնդի ապրի, Կարմիր գյուղ, սա պապերից ասած եկած խոսքա էլի, Կարմիր գյուղ, սիրուն գյուղ։ Հետո պարզեցինք, որ 1921 թվականի խորհրդայնացումից հետո սարերում կորած երբեմնի այս գյուղակ բոլշևիկներն են եկել, կարմիր տրանսպալատներ կպցրել, միտինգ արել, ասել, որ կյանքը փոխվում է, որ նոր կյանք է սկսվում եւ բոլշևիկների գույնով նոր կյանք սկսող գյուղակն էլ վերանվանվել է Կարմիր գյուղ։ Հետո կոլեկտիվացման ժամանակ գյուղերը խոշորացնելու նպատակով մարդկանց ստիպել են հարթավայր վերադառնալ, իսկ Կարմիր գյուղն էլ նույն անվամբ մնացել է ձմեռանոց։ Չոլի գործը հեշտ չէ, սարի գործն էլ հեշտերից չէ, ասում է Կարմիր գյուղցի Ջեման, որ առանց լեռնային այս մարգագետինների, առանց սարի սառն ու մաքուր օդի դժվար թե երջանիկ ու լավ ապրի։ Հիմա երջանիկ է, բայց ոչ միայն սարով, այլ իր թորներով, ծորներով ու կորներով։ Մնում է աշխարհախաղաղ լինի, սարվորն էլ իր բան ու գործին մնա։ Թորս խտատացներ ուզող տղեն, ասել տատս քանի կենթանյա, ուզում եմ կուրնել ունեն այն տատը։ Ու հենց էլ ստացվեց։ Բախտավոր տատիկ ես։ Հա, կուրնել ունի։ Հարուստ։ Թորներով, ծորներով, կորներով։ Հա, սաղլին, աշխարհին միշտ ասում խնդրվում եմ սաղնել, հրևաննել, հնգերնել, բարեկամնել, հերունել, մոդիկնել, աշխարհը խաղաղալի, ուրախ ապրին, ինչ նպատակ ունին իրանց Չիմտեր ձեր նպատակներին հասնում։ Կարմիր գյուղում, ինչպես արդեն ասացինք, երիտասարդ սարմորներ գրեթե չկան, բայց կան այնպիսինները, որ մանկության հոտով անցյալի քաղցր ու բարի հիշողությունների հետևից են գալիս այստեղ։ Օրինակ Մարտունը տարիներ առաջ ընտանիքով երեխաների ուսման պայմանավորված լքեց սարը։ Դե երեխաներին մանկապարտեզից ու դպրոցից կտրել չէր կարող։ Գյուղում գործ գտավ, բայց վերջնական չկտրվեց սարի կյանքից։ Հիմա հենց ազատ ժամանակ է գտնում, միանգամից սար է բարձրանում, թեկուզ մենակ մաքուր օդ շնչելու, ուտել, խմելու, ասել, խոսելու ու վերջապես մանկության ու պատանեկության հիշողությունները թերթելու համար։ Չեմ կարող ասենք կտրվեմ, սիրում եմ, գալիս եմ 2-3 օր մնում գնում։ Ինչ ուզում եմ Ռուսաստանել լինի, եթե դու սիրում ես տարին մի անգամ, երկու անգամ պետք է գաս, չես կարա չգաս։ Ես օրինակ ամարձում եմ գալիս եմ։ Պենցամից չկա, որս չկա։ Աշխատող մարդը որ դեռ ուզում ապրի, կարա ապրի։ Այսօր ցիվը նես չի որ չես կարա ապրես։ Միշտ ծավի անգյալ մարդ դեր որ չապրի։ Դե ընտանեկան վիճակն աստիպում վերջը մարդս
երեխայա դպրոցա դի չի լինում։ Կարմիր գյուղն էլ այստեղ ձմեռողների համար լի է անակնկալներով ու բազում դժվարություններով։ Մեզ ասում են գեղեցկությանը չխաբվեք, քամի, ամպրոպ, բուք ու բորան, բայց արհամարելով չարչարանքները, այս անծայրածիր հանդամասերում նրանք, այստեղ մնացած շատ քիչ սարվորները դժվարությամբ դեռ պահպանում են քաղաքակրթության կղզյակները։ Այս ձմեռը ավելի շատ մի ամիս։ Ձյունը իջեմ 50 սանտի եկավ ու մեր հարևանի տղենան մեխանիզմ տրակտոր ուներ, տրակտորով ճանապարհը բացեց, մարտի 1-ից բաց էր։ Սասունն էլ ու այստեղ ապրող յուրաքանչյուրն էլ համակարծիք են, որ յուրաքանչյուրը թեկուզ եւ դժվար, թեկուզ եւ մեծ չարչարանքով, բայց պիտի ստեղծի ու արարի իր հող ու ջրում, իր փոքր ու մեծ հայրենիքում։ Մանանա Վարոսյան, Նարեկ Տիտանյան, Կարմիր գյուղուրթից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։ Voice of Armenians TV New York can now be seen streaming on 4 major streaming services. We have our dedicated apps on Apple TV, Roku TV, Android TV, and Amazon TV. If you are a subscriber to any of these streaming services, download our app and watch Voice of Armenians TV New York on your devices. Our program is now reaching millions of viewers across US and internationally.